հարցը։ Համեցեք պարոն Ազարյան, կենտրոնական ամբիոնի մոտ։ Շնորհակալություն։ Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում կատարվել են տեխնիկական եւ ոչ տեխնիկական մի շարք փոփոխություններ, կառավարությունը մի շարք առաջարկներ էր ներկայացրել եւ դրանց հիմնական մասը իմ կողմից ընդունվել է, միակ մասը, որ կոմպրոմիսի եկանք եւ կառավարությունը ընդունեց իմ առաջարկը, դա Նավասարդի տոնացույցում ընդգրկելն էր, կլինի օգոստոսի 11-ին եւ ոչ կլինի աշխատանքային օր։ Ամեն դեպքում օրը կարևոր է, մենք ունենանք տոնացույցում, որովհետեւ դա հայ ժողովրդի, հայ ազգի ամենաառաջին ոնց որ իրադարձային տոնն է։ Փոփոխություններից նաև նշեմ, որ մենք ունենալու ենք արդեն հատուկ տոնացույցում ընդգրկված մարզերի եւ Երևանի օրեր, որը կնշվի հուսով եմ պատշաճ մակարդակով, այդ հիմնական իմաստը գաղափարը, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին մեկը մյուսին սկսի լավ ճանաչել եւ օրինակ ասենք լոռու օրն է, այդ օրը նշվի ոչ թե Վանաձորում կամ Ստեփանավանում, այլ ամբողջ հանրապետության քաղաքներում կազմակերպվեն միջոցառումներ նվիրված այդ մարզին, ինչը կնպաստի, որ մենք վերջապես պետական ազգ դառնալու ճանապարհին եւս մի կարևոր քայլ անենք, որովհետեւ ցավոք սրտի լինելով հին ազգ, մենք երկար գրեթե մի ամբողջ հազարամյակ չունենալով պետություն, մենք ամփոփվել ենք մեր գյուղերի մեջ, գյուղ առանձնացել, շրջան եւ իմ գաղափարը հիմնական սա է, բայց այստեղ արդեն կարևորը ոնց նշենք, ոչ թե դառնա ինքնանպատակոր եւ կարևորում եմ նաեւ, որ մեռելոց օրերը, 5 մեռելոց օրերը նույնպես տեղ են գտե մեր տոների հիշատակի մասին օրենքում, կարգավորումն էլ կանի կառավարությունը, այդ օրը լինի աշխատանքային, ոչ աշխատանքային օր, ամեն դեպքում, երբ որ այդ օրը նշվում է, տոնացույցում կա, ինքը արդեն դառնում է կարևոր օր, որովհետև պետությունը ոչ միայն մարդու նման է, ոչ միայն պետք է մարմին ունենա, այլ նաև հոգի եւ հոգեվոր տոններ էլ եւ հիշատակի օրեր էլ պետք է ունենանք։ Մնացածը կարծում եմ նայեք կամ հետո կնայեք այսքանը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Ազարյան, կարող եք զբաղեցնել ձեր տեղը, հարակից զեկուցող պետայրական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյան։ Շնորհակալ եմ, հարգելի գործընկերներ, նշեմ, որ նախագիծը մանրամասն քննարկվել է գլխադասային հանձնաժողովում եւ ստացել է դրական եզրակացություն, խնդրում եմ կողմ քվեարկել նախագծին։ Շնորհակալություն։ Հարակից զեկուցող աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյան։ Հարգելի գործընկերներ, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնեմ եւ падգամավորին եւ պետայրավական հանձնաժողովի անդամներին կառուցողական քննարկման համար եւ ներկայացնեմ, որ կառավարության բոլոր առաջարկումները, դիտարկումները ընդունվել են, խնդրում եմ կողմ քվեարկել։ Շնորհակալություն։ Մտքերի փոխանակություն։